Հայ իրականության մեջ քառաձայն երգեցողության առաջին համերգը տրվեց 141 տարի առաջ Թիֆլիսում։ Կարամուրզայի ջանքերով ստեղծված 15 անձից կազմված արական երգչախմբի այս պատմական համերգն ունեցավ բացառիկ հաջողություն։ Կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական գործիչ Քրիստոֆոր Կարամուրզան դարձավ հայկական երաժշտության պատմության մեջ բազմաձայն երգեցողության առաջին տարածողներից մեկը։ Ժամանակակիցների բնորոշմամբ Կարամուրզան ասես շրջիկ դպրոց լիներ։ Շուրջ 50 հայաբնակ քաղաքներում նա կազմակերպել է 90-ից ավելի երգչախմբեր, պատրաստել խմբավարներ։ Նա գործը կազմակերպում էր այնպես, որ երգչախումբն իր հեռանալուց հետո շարունակի գործել։ Կոմպոզիտորն իր երգչախմբերում համարձակորեն ներգրավեց նաև կանանց։ Նրա երգչախմբերը մշտապես հանդես էին գալիս ազգային տարազով։ Մարիամ Թումանյանն իր հուշերում գրում է, թե ինչ եռանդով ու հետևողականությամբ էր Կարամուրզան սովորեցնում խմբերին ազգային երգերն ու պարերը, գտնում ազգային զգեստներ, միասին կազմակերպած երեկույթներն անմոռանալի դարձնելու համար։ Ազգային երաժշտության զարգացման հեռանկարով խորապես տարված Կարամուրզան հրաշալի մանկավարժ էր եւ ամեն կերպ օգնում էր երիտասարդ երաժիշտներին կրթության հարցերով, պատրաստում երգչախմբի ղեկավարների։ Նա առաջադիմական գաղափարներ ունեցող հրապարակախոս էր։ Դա արտահայտվում էր նրա գրած երաժշտական քննադատական բազմաթիվ հոդվածներում։ Կարամուրզան հայկական գյուղերից հավաքեց ժողովրդական գուսանական երգեր, որոնք հետագայում մշակեց եւ ընդգրկեց երգչախմբերի երգացանկում։ Ազգային ինքնագիտակցությանն ուղղված այս քայլերը մեծ հետաքրքրություն էին առաջացնում դեպի հարազատ ժողովրդի հնադարյան մշակույթը։